ջանքը պարզ։ Բայց այնպես նկարեք, որ լրիվ հետևից եք նկարում։ Դրա համար էսպես սիրուն կանգնել։ Ոնց, սիրուն ոնց է։ Մի հատ պես օպերատորները թող ասեն։ Խոսելիս կամերան էին։ Պարոն Կարապետյան, ինչով եք բացատրում ինքնաբացարկներ, զանգվածային ինքնաբացարկները, որովհետև կարծես թե այդպիսի նախադեպ չի եղել մինչև հիմա։ Ինչ սցենար ունեք, ինչու է Մեր գաղտնի պլանի մասերից։ Հնարավոր է, որ այսպիսի սցենար կա, որ ինչ-որ պահի մանդատները վայր դնեք, ձեզ համար կանխատեսելի լինի նրանից հետո եկող թեկնածուները։ Դա գաղտնի պլանի մաս է։ Անվստահելի թիմակիցներ։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները։ Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Բայց դա մեր քաղաքական մարտավարություն։ Գուցե քրեական վարորդության մեջ նշել եք, որ այս անձանց ինքնաբացարկը պայմանավորված էր, որպեսզի նրանք պաշտպանեք նրանց հնարավոր իշխանական ճնշումների մասին է խոսքը կհստակեցնեք։ Ամենօրյա բռնաճնշումների։ Այս անձինք այդքան էլ հանրային ճանաչելիություն չունեն, ինչ ճնշումների մասին է խոսքը, այսինքն քրեական հետապնդումներ եւ այլն։ 700 մարդ ձերբակալել են, դրանցից երևի հանրային ճանաչելիություն ունենային մի 5 մարդ։ Պարոն Կարապետյան, գուցե որպեսզի նրանցը չձերբակալեին, դրա համար զանգվածային դուրս եկան ցուցակներից, այսինքն Ոչ թե ձերբակալեն, տարբեր տեսակի բռնաճնշումներ են։ Բայց ակնհայտ է, որ Նակի Պաշտոնի համար արդեն թեկնածուներ ունեք, Արմ Բարթևանյանի մասին է խոսում, Էդգար Ղազարյանի, կա արդեն թեկնածու։ Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել, շատ շուտով քննարկելու ենք։ Ներողություն, Նարեկ Կարապետյանի քրեական վարույթը, որ երեք արդեն հայտնի դարձավ, ինչին է վերաբերում։ Գիտենք, որ երկու հատ կա, մեկը այլ երկրի անձնագիր ունենալը թաքցնելը, կարծեմ մի հատ էլ կա բանակից խուսափելու, սա ինչ վարույթ է։ Հերթական ապօրինի վարույթ։ Ինչի է վերաբերում։ Ենթադրյալ ինչի ինչին։ Այդքան վարույթ են հարուցում, մենք գիտենք ինչի են հարուցում։ Բացառենք, որ Նարեկ Կարապետյանին ձերբակալեն, որոշեն մեղադրանք առաջադրել։ Վարույթ են հարուցել, երևի եթե ուզեն մեղադրանք առաջադրել։ Սուրեն Պապիկյանը հարցադրում էր արել եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են ինչու Սամվել Կարապետյանի տղաները, եղբոր տղաները